Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ նոր բանակցություններ կսկսվեն երկուշաբթի չեղարկելով զանգվածային հարվածների վերաբերյալ հայտարարությունը։ Նրանք գիտեին հարձակման մասշտաբները, քանի որ կանխատեսում էին դրա մոտալուտ լինելը, ասել է նա նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ, դրանք կսկսվեն երկուշաբթի կեսօրին։ Truth Social-ում ավելի վաղ արված գրառման մեջ Թրամփը պնդել էր, որ Իրանը եւ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցները խնդրել են իրեն ձեռնպահ մնալ ցանկացած հարձակումից, քանի որ գործարքի հիմնական մասը համաձայնեցված է։ Իրանը դեռևս չի արձագանքել Թրամփի հայտարարություններին։ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ պատերազմի խաղաղ կարգավորումը մոտ է, սակայն ի պատասխան հարվածները վերսկսվել են։ Ինքնաթիռում ունեցած զրույցում Թրամփը հրաժարվել է Թեհրանի հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետ նշել, հավելելով. «Կտեսնենք, թե ինչպես կընթանա, մենք պատրաստ ենք գործել ցանկացած պահի, ես մարդկանց չեմ սպանելու»։ Թրամփը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Կատարը եւ այլ գործընկերներ կոչ են արել ձեռնպահ մնալ հանգստյան օրերին հարվածներ հասցնելուց։ Մենք լիովին պատրաստ էինք բանակցելու։ Նրանք հարցրել են, քանի որ կարծում են, որ համաձայնագիրն արդեն կնքվել է։ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրն արդեն կնքվել է եւ միջուկային համաձայնագիր կկնքվի, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը դեռևս չի նշել երկուշաբթի օրվա բանակցությունների վայրը կամ հավանական մասնակիցներին։ Օդանավում Թրամփը նաև հայտարարել է, որ նախապես զգուշացված հարձակման նախատեսված հարվածները կլինեն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ հարձակումը եւ կարող են խաթարել ամիսներ տևած պատերազմի բանակցային կարգավորման ցանկացած հեռանկար։ Այնուամենայնիվ նա հավելել է, որ հարձակման չեղարկումը կլինի ամբողջ աշխարհի ապագա բարօրության եւ հաջողակ ու բարգավաճ Իրանի գոյատևման համար։ Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք նա պլանավորում է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչը միջազգային իրավունքի փորձագետների կարծիքով կարող է համարվել ռազմական հանցագործություն։ Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Էլ-Ռեզան նախկինում հայտարարել էր, որ Թեհրանը իր հակառակորդներից եկող ցանկացած սպառնալիք համարում է իրական եւ հավաստի, նույնիսկ եթե դա հոգեբանական պատերազմի մի մաս է։ Մենք թույլ չենք տա, որ մեզ անակնկալի բերեն եւ պասիվ չենք մնա, հավելել էր նա։ Պաղեստինյան Համաս շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարձակումների դիտավորյալ սրացումը նպատակ ունի խոչընդոտելու միջնորդների, այդ թվում ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ Համասի որակմամբ Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հանցավոր եւ խելահեղ ռմբակոծությունները ընտանիքներ են ոչնչացրել։ Շարժումը կոչ է արել միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել ճնշում գործադրելու Իսրայելի վրա դադարեցնելու նման գործողությունները։ Համասը նման հայտարարություն է տարածել, երբ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 19 պաղեստինցի։ Ավելի վաղ Խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ Համասը պաշտոնապես պարտավորվել է հրաժարվել բոլոր զենքերից, որին կհաջորդի Իսրայելի զորքի դուրսբերումը Գազայից։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում է Ռուստեմ Ումերովին նշանակել Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։ Ումերովն Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի հուլիսից, նախկինում զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նա նաեւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ հիմնական բանակցողներից մեկն է։ Հուլիսի 17-ին Զելենսկին հայտարարել էր, որ ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը կփոխանցվի ներքին գործերի նախկին նախարար Իգոր Կլիմենկոին։ Այդ հայտարարությունից ուկրաինական ԶԼՄ-ները ենթադրել էին, որ Ումերովը կարող է նշանակվել Միացյալ Նահանգներում դեսպան։ Սակայն ԱՄՆ-ում Ուկրաինայի ներկայիս դեսպան Օլգա Ստեֆանիշինան հուլիսի 30-ին հայտարարել է, որ նախագահը իրեն չի խնդրել թողնել պաշտոնը։ Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամի նահանգում ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 85-ի, տուժել է ավելի քան 300,000 մարդ։ Այդ մասին հայտնել է նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։ Ջրով հեղեղված 349 գյուղական բնակավայրում տուժել է ավելի քան 300,000 մարդ։ Հեղեղումը վնաս է հասցրել 15,400 հեկտար գյուղատնտեսական հողերի։ Ասամում փրկարար գործողություններին մուսոնային անձրևների եւ աննախադեպ հեղեղման պայմաններում մասնակցում են բանակը եւ ռազմաօդային ուժերը։ Արտաքին աշխարհից կտրված դժվարամատչելի շրջաններում մարդկանց առաջին անհրաժեշտության առարկաներ հասցնելու համար գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր։ 10 շրջանում կազմակերպվել է 44 ճամբար փախստականների համար, որտեղ տեղավորված է մոտ 15,000 մարդ։ Զոհեր եւ վիրավորներ կան նաեւ Քերալայի շրջանում։ Հունաստանում խոշոր անտառային հրդեհ մարելու աշխատանքին մասնակցող երկու հրշեջ ուղղաթիռ բախվել է միմյանց, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Աթենքից հյուսիս-արևմուտք բռնկված հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն։ Հունաստանի հրշեջ ծառայության տվյալով ուղղաթիռներից մեկում գտնվող 2 անձ Հունաստանի եւ Դանիայի քաղաքացիներ զոհվել են, իսկ մյուս ուղղաթիռի անձնակազմի 2 անդամները Հունաստանի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ ողջ են մնացել։ Reuters-ը հայտնել է, որ դեպքի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։ Այս ամռանը Եվրոպան բախվել է լայնածավալ անտառային
ծառային հրդեհների ռեկորդային շոկի եւ տեղումների սակավության ֆոնին։ Գիտնականների գնահատմամբ նման պայմաններն ավելի են սրվել կլիմայի փոփոխության հետևանքով։ Ֆրանսիայում եւ Իսպանիայում մոլեգնող ավերիչ հրդեհները հանգստյան օրերին որոշ չափով թուլացել են, սակայն Հունաստանում հարաբերական անդորից հետո կրկին մի քանի նոր հրդեհ է բռնկվել։ Հրշեջ ծառայության հաղորդմամբ ուղղաթիռների բախումը տեղի է ունեցել Ատտիկայի մարզի Փսաթայի շրջանում։ Տեղական լրատվամիջոցների տվյալով նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հրդեհը հավանաբար առաջացել է էլեկտրական հաղորդալարերից առաջացած կայծերի պատճառով։ Իսպանիայի Սեուտա անկլավ Մարոկոից միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 72-ի, երբ Աֆրիկայի հյուսիսային ափերին հայտնաբերվել է եւս 5 մարդու մարմին, հայտնել է Reuters-ը։ Ավելի քան 50,000 մարդ ցամաքով եւ ծովով հատել է Սեուտայի սահմանը աննախադեպ ներհոսքի ընթացքում, որը սկսվել է հուլիսի 30-ին։ Սեուտան Եվրամիության եւ Աֆրիկայի ցամաքային ընդամենը 2 սահմանից մեկն է։ Տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ամբողջ Եվրամիությունում։ Իսպանական իշխանությունների տվյալով շուրջ 48,000 մարդ 48 ժամվա ընթացքում վերադարձել է Մարոկո, իսկ հանգստյան օրերին վերադարձածների թիվն աճել է։ Սեուտայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Միգել Անխել Պերեսը լրագրողներին հայտնել է, որ բացի 72 զոհից առողջապահական ծառայությունները բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 1000 մարդու։ Նրա խոսքով անկլավում իրավիճակը զգալիորեն բարելավվել է, սակայն բնականոն կյանքն ամբողջությամբ վերականգնելու համար դեռ աշխատանք կա անելու։ Դավիթ Մուրադյան, լուրեր։